ձևակերպումներից է խուլիգանությունը, այսպես ենթադրվել իշխանությունների որոշակի արտահայտություններ կան, որը համարել են խուլիգանական։ Կոնկրետ որ հաղորդման վերջին հարցազրույցի Ամսի 10-ի, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 10-ի հաղորդման մասին է, եթե չեմ սխալվում, հիմա անգիր չեմ հիշում։ Որքանով եք սա փոխկապակցված համարում, օրինակ մեր վերջին հարցազրույցը երրորդ նախագահի հետ շատ քննարկվեց, մեծ աղմուկ բարձրացեց, ձեզ սա ինչ որ ազդեցություն ունեցել է, որպեսզի Ես կարծում եմ, որ դա այն հիմնական պատճառն էր, որի համար արվեց, որովհետև եկեք հիշենք, թե ինչ կատարվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում, փաստորեն գիշերվանից սկսած անդադար ինչ որ գրառումներ, ընդ որում շատ նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր է որ քննչական օրինակ այդտեղ չի տեսել հանցակազմ, այդ վիրավորանքի մեջ կամ նաև դա ես կամ եթե այս դեպքում մենք ունենք խուլիգանություն, այն դեպքում էլ գուցե դիտարկենք խուլիգանության հարցը, չէ, միանշանակ, նայեք Ժորժ ջան, իրենք նաև իմ տեղեկություններով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբեն Մելիքյանը հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է, լրացնելուն ուղղված գործողություն։ Անցյալ նախորդ գործով չկարողացան ինչ որ պատճառներով կամ խելքները չգիտեմ, վատ իմաստով խելքները։ Հիմա դες գնացել են այդ ամբողջ փակելու ճանապարհը։ Բաբան իհարկե ամենևին չխուրախոսելով, վիրավորական արտահայտությունները, բայց մենք տեսնում ենք, որ նույն թեկուզ հենց падգամավորների կողմից իշխանական թևի կամ իշխանամետ այսպես բլոգերների կողմից շատ վիրավորական հայտարարություններ հնչում են, թե հոգևորականների հասցեներին, թե ընդդիմադիրների հասցեին, բայց սրանք այսպես աչք է փակվում, այսպես մնում են, Հիմա այս երկակի ստանդարտների մասին ինչ կասեք, ոնց է ստացվում, որ մի դեպքում այսպես հետևողական են իրավապահները գնում են հետևից մի կողմում։ Շատ բարձ, մի դեպքում դա Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով արվում, մի դեպքում նա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից արվում։ Խտրականությունը հենց է լինում, այլ կերպ չի լինում։ Մենք այն ժամանակ էլ պնդել ենք, որ այդ արարքներում չկա խուլիգանություն հանցակազմը, եւ դա հաստատվել է առնվազն առաջին Ացյանի դատարանի կողմից, եւ հիմա էլ պնդում ենք, որ Վազգեն Սահաթեւյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործողություններում այդ հանցակազմը բացակայում է։ Հիմա մյուսների նկատմամբ բնականաբար ոչինչ չեն անելու, որովհետեւ դրանք այդպես Նիկոլ Փաշինյանի հանձնարարություն են կատարում։ Պարոն Բաբյան, տեղեկացանք, որ առավոտից թե ձեզ, թե Պաո Մելիքյանին խոչընդոտում էին մուտք գործել Սաղաթելյանի տուն, Սամսոնյանի բնակարան, այս հանգամանքով պայմանավորված ինչ քայլեր եք պատրաստում ձեռնարկել, արդյոք նաև MIP-ից արձագանք եղել է, որովհետև այս ամեն ինչը հրապարակային է եղել։ Տեսեք, այո, մեր մուտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց, որում շատ բիրտ մեթոդներով, այսինքն ուղղակի չէին թողնում ու վերջ, որ առանց որևէ բացատրության։ Ինչ վերաբերում է MIP-ի հետ կապված, գիտեք, հոգնել եմ MIP-ի արագ արձագանքմանը որևէ բան ասելուց, անկեղծ հոգնել եմ, որովհետև մի քանի անգամ ես դրա մասին եմ հայտարարել, երևի 7-8-10 անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ։ Ըստ էության ոչինչ չի փոխվում։ Այո, եղել է, որ MIP-ին դիմելուց ենթադրենք 20 րոպե հետո մտել եմ պաշտպանյալիս մոտ, բայց միևնույն է համակարգային ոչինչ չի փոխվում։ Եվ հետևաբար MIP-ին արդեն դիմելու անհրաժեշտությունը երևի թե վերացել ամբողջը։ Եվ վերջին հարց որպես մասնագետ, արդյոք քաղաքացու վրա թքելը, խուլիգանություն չդիտարկելը հնարավորություն է տալիս հիշյալ անձին դարձյալ կրկնել գործողությունը եւ արդյոք պետք է ակնկալել, որ մի օր գուցե նաեւ այս դրվագով կհարուցվեն գործեր, ինչպես օրինակ այստեղ այս ձևակերպումների համար։ Քաղաքացու վրա թքել չի կարելի անկախ ամեն ինչից, որևէ եղանակով։ Ես ժամանակին դա համարել եմ խուլիգանություն, հիմա էլ համարում եմ այդ արարքը խուլիգանություն, դրա համար մանրամասն իրավական բացատրություն եմ տվել, գլխավոր դատախազը համարել է, որ այդտեղ չկա խուլիգանություն, իրենք գիտեն։ Այս արարքներին երբևէ գնահատական կտրվի, այո, մի տարբերակով, երբ որ կփոխվի այս իշխանությունը։ Քանի այս իշխանությունը իշխում է Հայաստանի Հանրապետությունում, նրանց կատարած հանցավոր արարքների համար պատասխանատվություն չի լինելու։ Պարոն Բաբյան, իսկ ինչ զարգացումն են հնարավոր վերջնական վճռի հետ կապված ինչ որ դիտարկումներ ունեք։ Իրենք արդեն ներկայացրել են կալանքի միջնորդություն, դե հիմա դա էլ կապ ունի թե ով կլինի դատավորը։ Մենք շատ լավ գիտենք դատավորներ, որոնք որ
անկախ ամեն ինչից կտան կալանքը։ Տեսնենք, սպասենք, տեսնենք ով է դատավորը, դրա կհասկանանք։ Շնորհակալություն։ Արդեն հետաքրքիր է, որ բացի իրավական, փաստական հանգամանքներից նաև պիտի դիտարկենք դատավորի հանգամանքը։ Դա էլ է սկսել ազդեցություն, ով է դատավորը, հասկանանք։ Շնորհակալ եմ։